Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցել եմ քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Տիկին Դալաքյան, վարչապետը հայտարարեց, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք եւ դրա վերաբերյալ կա քաղաքական որոշում։ Սա սուր քննադատությունների է արժանացել հայաստանյան ընդդիմադիր շրջանակների կողմից մասնավորապես։ Ձեր գնահատականը ո՞րն է այս հայտարարությանը։ Ես մի տեսակետ ունեմ, որ Ղարաբաղի հարցը պետք չի փակել, որովհետև դա մեզ անհրաժեշտ է, որքան էլ տեղ հնչի, որպես ինչպես Տրամպ ասում է, խաղաթուղթ այս պահին հետագա Ադրբեջանի հետ բանակցություններում։ Ինչու՞։ Մենք գիտենք, որ Ղարաբաղի հարցը իբրև թե փակելուց հետո Ադրբեջանը ճիշտ ապում մեզ հետ գնալ խաղաղության ստորագրման, հակառակը հիմա էլ բացում է այսպես կոչված հորինված արևմտյան Ադրբեջանի իրենց համայնք ունեն այնտեղ հետ բանակցելու խնդիրը։ Մեզ մեղադրում է ռազմական կոնտրիբյուցիա չվճարելու մեջ 30 տարվա օկուպացիայի համար։ Այսինքն, եթե դա մենք այդ խաղաթուղթը Տրամպի բառերով ասած դնում ենք մի կողմ, մենք համաձայն ենք, որ մենք 30 տարի օկուպացրել ենք Լեռնային Ղարաբաղը, եւ դա հայցերի հետ կապ չունի, հայցով չի դիմի Ադրբեջանը երբեք։ Ուղղակի դա կհամարի խոչընդոտ խաղաղություն կնքելու համար։ Երկրորդը, մենք տեսանք ԱՄՆ նախագահի ներկայացուցիչի հայտարարությունը Ուիտկոֆի Դոնբասի հետ կապված, որ այնտեղ հարաքվե եղել եւ ժողովուրդը որոշել է միանալ Ռուսաստանին։ Դե հարաքվե, մեզ մոտ իրավական բոլոր առումներով միջազգային տեղի ունեցել հարաքվե եւ Մինսկի խումբը միակ ձևաչափն էր, միակ կոնֆլիկտն էր Լեռնային Ղարաբաղի, որը ներառում է Անվտանգության խորհրդի 3 մշտական անդամներ։ Որևէ այլ կոնֆլիկտի վերաբերյալ չկա այդպիսի ձևաչափ, առավել եւս ինքնորոշման սկզբունք։ Այլ հարց է, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս Լեռնային Ղարաբաղը ճանաչելը որևէ կերպ չի փակում Լեռնային Ղարաբաղի հարցը։ Ոնց չի փակում։ Քանի որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ինքնորոշման խնդիր է եւ դրա մասին նույն նախկին իշխանություններն էլ են, չէ՞, թմբկահարում եւ դա տարածքային վեճ չի։ Այո, մաս է, բայց կարող է ինքնորոշվել։ Բայց դրա կրողը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է։ Հայաստանը ճանաչի, չճանաչի, կա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ, որը ունի օրինական մարմիններ, ներկայացուցիչներ։ Փոխարենը զբաղվել նախկին իշխանությունների ձեռքում խաղաթուղթ լինելու ներքաղաքական հարցերում, իրենք թող բարձրաձայն են, կարող է չեն ուզում իրենք ինքնորոշվել, ինչ ենք մենք դրա խոսում։ Ես մինչև այսօր չեմ լսել ներկայացուցիչների կողմից որևէ հստակ տեսլական, որն են իրենց քայլերը, գուցե երրորդ երկրում հյուպատոսություն։ Բայց ժամանակին եղել է, չէ՞, հանրաքվե, իրենք իրենց կարծիքը հայտնել են, ուզում են թե չեն ուզում, հիմա նորից։ Ժամանակին նախ այլ իշխանություններ էին Լեռնային Ղարաբաղում, այսօր ներկայացուցիչները դրա մասին չեն խոսում։ Իսկ եթե ուզում են շարունակել, թող այդ ուղղությամբ առաջնորդվեն։ Միայն զբաղված են ներքաղաքական գզվռտոցին, կներեք, մասնակցելով։ Այսինքն Հայաստանը չի որոշում փակի այդ հարցը թե ոչ։ Երկրորդը, դա կարևոր է բանակցությունների սեղանին Ադրբեջանի հետ, մեր ուրեմն բանակցության ժամանակ, եթե դուք խոսում եք արևմտյան Ադրբեջանից, փակ դռների հետևում այդպես պիտի պարզ ասել Ալիևին, դու շարունակում ես դրա մասին բարձրաձայնել։ Մենք էլ սրա մասին ենք խոսելու։ Հավասար պիտի լինի։ Մանավանդ ԱՄՆ նախագահի ներկայացուցիչը մեր համար այստեղ լայն հնարավորություններ է ստեղծել։ Իսկ եթե հակառակ տեսանկյունից նայենք, մեկ էլ Ալիևն ասի, թե արևմտյան ադրբեջանցիները թող վերադառնան, մի հատ էլ իրենք հարաքվե անեն, եթե մենք չխոսենք։ Այսինքն պետք է հավասար սա պահել էս բալանսը, չթողնել, որ այդ խաղաթուղթը օգտագործեն այլ երկրները մեր։ Հնարավոր է այս խաղաթուղթը, ինչպես դուք եք ձևակերպում, պահել մեր ձեռքում եւ դրանով չեզոքացնել Ադրբեջանի այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի ձգտումները։ Միանշանակ, ինչու, որովհետեւ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանը ոչ լեգիտիմ արտահայտություն է, դրա մասին Ֆրանսիայի դեսպանն էլ խոսեց եւ դա ընդհանրապես ծիծաղ կարող է առաջացնել, բայց ԱՄՆ հատկապես այսօրվա վարչակազմը չի խորանում պատմության եւ կոնֆլիկտների մեջ։ Կարող է այնպես համոզեն ԱՄՆ-ին, ինչպես Պուտինը Դոնբասում, որ դե ժողովուրդը ուզում է վերադառնա մի հատ էլ հարաքվե անի, միանա մեզ։ Եթե մենք հրաժարվում ենք Լեռնային Ղարաբաղի հարցից նախորոք, մենք կարող ենք բանակցությունների սեղանին արդեն զրկվել այդ հարցը, նորից եմ կրկնում, տգեղ է հնչում, օգտագործելուց։ Հետագայում սերունդներին մենք դա թողում ենք բաց։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին է վերաբերում, դա Հայաստանի արտաքին քաղաքականության հետ որևէ առնչություն չունի։ Դե գործող իշխանության մտայնությունը նաև այն է, որ հետագայում սերունդներին կոնֆլիկտ չթողնվի։ Այսինքն փակելով այս հարցը, Ադրբեջանի հետ գալով խաղաղության համաձայնության, ի վերջո հարցը դնել մի կողմ եւ պետությունների միջև հաստատել հարատև խաղաղություն։
Այս ձգտմամբ է գուցե Հայաստանի ներկայ իշխանությունը դրա համար փորձում այս թեզն առաջ տանել։ Հայաստանը կապ չունի այդ կոնֆլիկտի հետ։ Մենք ունենք Հայաստանում Լեռնային Ղարաբաղի բնակիչներ, չէ՞, այդ մարդիկ չեն անհայտանում շատ ներողություն։ Իրանք են կարող այդ իրավունքի։ Կարող է, չէ՞, Ռուսաստանը օգտվել նրանց զգացմունքներից, մենք գիտենք, ասեց, չէ՞, մենք Ադրբեջանի հետ կքննարկենք մեր վերադարձի հարցը, այդ արտահայտություններ։ Եվ այստեղ ինչ որ ներքաղաքական ցնցումներ հրահրել, ասելով, տեսեք, ձեր անկախության համար մենք ենք պայքարում։ Այսինքն մենք հարցը փակելով կոնֆլիկտը չենք լուծում եւ Ալիևը այսօրվա քայլերը չգնալ խաղաղության եւ շարունակել խոսել օկուպացիայի մասին ցույց է տալիս, որ այդ կոնֆլիկտը չի ավարտվելու, բայց նույնիսկ եմ կրկնում Հայաստանը պիտի հայտարարի, որ մենք որևէ տարածքային պահանջ չունենք Ադրբեջանի, մենք որևէ ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հարցը չենք լուծելու եւ մենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների կրողը չենք կարող որոշել, ճանաչում ենք թե չենք ճանաչում։ Տեսեք Պուտինը ինչ խորամանկ է, ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս, բայց Զախարովան մեղադրում է Հայաստանի իշխանություններին եւ այստեղ իրենց արբանյակները, որ դուք փակել եք այդ հարցը։ Մենք էլ նույնպես պիտի անենք, պիտի ասենք մենք ճանաչել ենք, այդ ժողովուրդը թող որոշի, կարող ասում եմ միանալ Ռուսաստանի Դաշնության հետ, պիտի ձայներել էին, չէ՞, հնչում, մեթո քաղաքացիություն բաժանել, մենք էլ դառնանք Ռուսաստանի մաս։ Այդ հարցի կրողը մենք չենք։ Դրանով մենք կշահենք այն, որ Ադրբեջանին կստիպենք ավարտել ոչ կոնստրուկտիվ քաղաքականությունը մեր հանդեպ, երկրորդը կվերցնենք այդ լծակը Ռուսաստանից եւ այլ դիստրուկտիվ երկրներից, հետո արևմուտքից էլ են ձայներ հնչում, չէ՞, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պիտի վերադառնա։ Մենք չենք կարող ոչ մի բան չասել, բոլորը քննարկեն մի հարց, որը առաջվում է մեր սահմանին եւ մեզ հետ։ Եթե վարչապետն ասում է, սա քաղաքական որոշում է, որը ես կայացրել եմ, սա կարող է որոշակի հետևանքներ կամ ազդեցություն ունենալ։ Հայաստանը պիտի ասի, որ հրապարակային մակարդակով այո, ես Լեռնային Ղարաբաղի իրավունքների կրողը չեմ։ Դա ինքնորոշման իրավունքի հարց է եւ դա պիտի խոսեն դրա մասին Ղարաբաղի օրինական ներկայացուցիչները։ Կա Կոսովոյի նախադեպ 1244 բանաձև, որը լիովին տեղավորվում է էթնիկ զտումից հետո, հիշում եք անջատում համապրկության, նույն Նիկոլ Փաշինյանն էր դրա մասին խոսում։ Այդ ձևաչափի մեջ Հայաստանը պիտի դիստանցիա դրսևորի այս հարցի հետ կապված, բայց բանակցությունների սեղանի փակ դռների ետևում Ադրբեջանի դեմ դա օգտագործի ՄԱՀԱԿ։ Իսկ ինքը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը թող ինքը որոշի, ուզում է գնալ այդ ճանապարհով թե ոչ։ Ինչու ասացի հետևանք, որովհետև կարծիք կար, որ եթե այս ելակետից է ներկայ իշխանությունը փորձում գործընթացը շարունակել, ապա ուր են մնալու Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցերը վերադարձի մասով։ Հենց դա է խնդիրը, նախ ես այսօր իրատեսական չեմ համարում, համաձայն եմ այդ բնակչության վերադարձը, որովհետև փաստացի միայն Ռուսաստանն է, որ դեռ Ռուսաստանից էլ չենք լսել, ասում է ես կապահովեմ անվտանգությունից, մենք հիշում ենք այդ անվտանգությունը ինչպես է ապահովել, նույն չեմ կարծում Լեռնային Ղարաբաղի բնակչությունը այդպես հանգիստ կվերադառնա ռուսական խաղաղապահների նորից վերահսկողության ներքո։ Այլ երկրների կողմից դեռ չկա, համենայն դեպս Ուկրաինայում այնպիսի իրավիճակ է, այստեղ ուշադրություն չկա, մի հատ էլ խաղաղապահներ այստեղ ուղարկել Լեռնային Ղարաբաղ, այսինքն այն, որ այդ արդիական չի անվտանգ վերադարձը, ես համաձայն եմ, բայց որ այդ օրը գալու է, դրա տեսեք կոնֆլիկտները չեն լուծվում ուղղակի էթնիկ զտում անելով։ Տեսեք Իսրայելի Պաղեստինի օրինակ ասում են ամբողջ ժողովրդին հանեք Պաղեստինից, աշխարհը դա չի ընդունում։ Չի կարող այդպեսի բան լինել, հարցը չի լուծվում ուղղակի ուժով։ Կլինեն կենտրոններ, որոնք դա կօգտագործեն։ Մեր խնդիրն է նաև ընդդիմության ձեռքին չտալ խաղաթուղթ, որ ասեն կապիտուլյանտ։ Մի հատ հարց տանք, դուք 30 տարի ինչ եք արել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չդառնա տարածքային վեճ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ չլինի խաղաթուղթ Ռուսաստանի ձեռքում այս երկու երկրների միջև կոնֆլիկտ հրահրելու համար։ Ինչի դա չեք տարել միջազգային հարթակներ։ Մենք չենք ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Ներկայ իշխանությունները ճանաչել են Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղը։ Նախ Ալմա-Աթայի հղումը իբրև թե այնտեղ վերապահում կա, այնտեղ որևէ վերապահում չկա Լեռնային Ղարաբաղի հետ կապված, շատ ներողություն լղոզված արտահայտություններ են փոքրամասնությունների վերաբերյալ։ Ստամբուլում հիշում ենք Ռոբերտ Քոչարյանի ուրեմն ստորագրությունները, որ ասում են դա տարածքային ամբողջականության ճանաչում էր Ադրբեջանի։ Երրորդը, եթե դուք չեք ճանաչել, դա չի նշանակում, որ կոնֆլիկտը չեք լուծել։ Հակառակը դուք պահել եք կոնֆլիկտային իրավիճակ, գիտակցելով, որ մի օր Ադրբեջանը հարձակվելու է։ Եվ իրենց ամենալավը պատասխանեց Վլադիմիր Պուտինը, ով ասեց ինչու չեք ճանաչել Ղարաբաղը Հայաստանի մաս։ Դա Նիկոլ Փաշինյանին չէր ասում։ Ասում էր նախկին իշխանություններին ճանաչեք իբրև թե մենք էլ կգայինք կպաշտպանենք։ Այսինքն այստեղ իրենց ուրեմն փաստարկները որևէ քննադատության չեն դիմամ։ Եվ նորից եմ կրկնում, ամենակարևորը, երբ որ կար հնարավորություն 2008 թվականին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր տեղափոխել միջազգային ատյաններ
Արդեն ինքնորոշման իրավունքի հետ կապված դուք ճանաչում եք Աբխազիան, Օսեթիան, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, բայց չեք ճանաչում մի նախադեպ, որով կարող եք այսօր ամբողջ արևմուտքին դնել փաստի առաջ։ Տիկին Դալաքյան, քննադատում են դիմությունն այն մասով, որ նման հայտարարությամբ գործող իշխանությունը վերջ է դնում նորանկախ Հայաստանի պատմության բովանդակությանը, որովհետև այդ բովանդակությունը նաև հիմնված է եղել Լեռնային Ղարաբաղի շարժման վրա։ Սրան ինչ կասեք։ Նախ շարժման հետ կապված փաստորեն հաղթանակից հետո առաջին Ղարաբաղյան պատերազմում իշխանությունները չկարողացան այդ ժամանակվա դա դարձնել հիմք խաղաղության համար։ Կոնֆլիկտը շարունակվեց։ Ինչու՞ դուք հաղթած էիք, չէ՞։ Դուք գնացիք հրադադարի ստորագրման, շարունակելու կոնֆլիկտը։ Դրանից հետո էլ հայտնի հոդված գրեցիք պատերազմ եւ խաղաղություն, որտեղ նշում եք, որ մենք այդ հարցում չունենք դաշնակիցներ։ Սա առաջին նախագահին է վերաբերում։ Ինչ վերաբերում է երկրորդ եւ երրորդ նախագահներին, ուղղակի ժամանակ են շահել հասկանալու համար, որ իրենց իշխանության ժամանակ կարող է չլինել կոնֆլիկտ, բայց եթե իրենք տեսնում են, որ Ռուսաստանը Ադրբեջանին 2 անգամ ավել է զինում, հատկապես Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, պարզ է, չէ՞, Ադրբեջանը այդ զենքերը Ամերիկայի դեմ չի օգտագործելու, հարձակվելու է Հայաստանի վրա, իսկ ո՞րն է իր խնդիրը Հայաստանի հետ։ Լեռնային Ղարաբաղը, այսինքն դուք ստեղծել եք կոնֆլիկտ, ուղղակի հույս ունենալով, որ այլ իշխանությունների վրա կգցեք Լեռնային Ղարաբաղը կորցնել։ Ինչ վերաբերում որ Հայաստանի միակ գոյութենական հարցը Լեռնային Ղարաբաղն է կամ ցեղասպանությունը, իհարկե որ դրանք մեր կարևոր արտաքին քաղաքականության հիմնախնդիրներից են, բայց դրանով չի ավարտվում եւ սկսվում։ Համենայն դեպս Արցախյան շարժման առաջնորդները այսօր ասում են, որ այս հարցում մենք դաշնակից չունենք։ Ես դա չեմ կիսում, բայց դա իրենց կարծիքն է, մի հատ թող բացատրեն ինչու։ Իսկ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հարցին գանք, հայկական կողմը չի բացառում, որ թեմայի վերաբերյալ պատրաստ է քննարկումների մեջ մտնել Ադրբեջանի հետ։ Դե Ադրբեջանն էլ պարզ է ինչ է պահանջում։ Ասում է, որ համատեղ երկու կողմը դիմեն, որպեսզի Մինսկի խումբը լուծարվի։ Եթե ամեն դեպքում ստացվում է համաձայնություն կողմերի միջև Մինսկի խմբի լուծարման շուրջ, ապա դա փակելու է Լեռնային Ղարաբաղի հարցը, այսինքն ոչ թե մեր ձեռքով, այլ իրենց ձեռքով, թե ոչ։ Ոչ, դա ինչու։ Հենց մեջբերում Մարիա Զախարովային, որը ինքն է առաջինը ասում, որ պետք է Մինսկի խումբը փակել։ Հետարքի է, որ այստեղի նախկին իշխանությունները մեղադրում են ներկա իշխանություններին հարցը փակելու մեջ, որևէ նախադասություն չեն հնչեցնում Ռուսաստանի հասցեինի տարբերություն նրա, ոչ ԱՄՆ-ը, ոչ Ֆրանսիան երբևիցե չի հայտարարել, որ Մինսկի խումբը փակե։ Բայց կարող են այլ ձևաչափեր ստեղծվել։ Օրինակ Ռուսաստան, Ադրբեջան, ասեցին, չէ, երկկողմ Լավրովը ասեց, մենք երկկողմ կքննարկենք մեր վերադարձի հարցը Լեռնային Ղարաբաղ, հյուպատոսություն էին բացում, եւ դա էթնիկ զտումից հետո իդեպ, այնպես չի դրանից առաջ։ Այսինքն այդ հարցը տարբեր ձևաչափեր կարող է ունենալ։ Մյուսը Հայաստանը, Ադրբեջանը կարող են դիմել, բայց որքանով ես ուսումնասիրեցի, Մինսկի խմբի ձևաչափը լուծելու համար պետք է դիմել ԵԱՀԿ, բոլոր երկրների նախարարները արտաքին գործերի պետք է հավաքվեն, նախարարների խորհուրդը, դա տարվա վերջ է տեղի ունենում եւ կոնսենսուսով տեղի ունենա քվեարկություն։ Ես չգիտեմ այնտեղ ով ինչպես կքվեարկի, բայց նույնիսկ եթե Մինսկի խումբը լուծարվի, այդ հարցը օգտագործվելու է եւ Արևմուտքի կողմից, հիմա Ֆրանսիայից ենք լսում կամ Շվեյցարիայից եւ Ռուսաստանի, Ադրբեջանի վրա։ Այլ հարց է, որ Հայաստանը կոնֆլիկտի կողմ չի լինելու։ Դա լավ է, բայց այն որ մենք այստեղ ունենք Լեռնային Ղարաբաղի բնակիչներ եւ կարող են փորձել նրանց զգացմունքները օգտագործել երկրի ներսում ներքաղաքական անկայունություն հրահրելու համար, հատկապես Ռուսաստանից, մենք դա պիտի հաշվի առնենք։ Իսկ համաձայն եք դիտարկմանը, որ եթե կողմերի միջև ստացվում է գալ համաձայնության խաղաղության պայմանագրի շուրջ, հաստատվում է այդ խաղաղությունը, ապա այս ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը ինքնին արդեն տրամաբանական չի լինում։ Հայաստանը այդպես է մտածում, բայց Ադրբեջանը այլ պահանջներ չի ներկայացնում Լեռնային Ղարաբաղի հետ կապված։ Մենք ասել ենք, որ դա քննարկելի է։ Իրենք նոր պահանջներ են ներկայացնում, սահմանադրություն, տարբեր են։ Ամեն օր ֆաշիստների դեմ ռևանշիստներին ինձ հանձնեք, այսինքն արդեն Լեռնային Ղարաբաղի հարցը չի խնդիրը, որ մենք խոսում ենք, որ այդ հարցը չի։ Զանգեզուրի միջանց, Կարևմտյան Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղը ավարտվեց նոր պահանջներ։ Սա ինչի հետևանք է, որովհետև Ալիևը ամբողջ աշխարհն ասում է ստորագրեք, չէ՞, չի ստորագրում։ Նա չի ուզում գնալ խաղաղության, նա չի կարող, արտաքինից չեն թողնում։ Ոնց է համաձայնությունների գալիս 17 կետերի շուրջ, եթե ի վերջո չի գնալու այդ ստորագրությանը։ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում համաձայնության էր եկել հրադադարի շուրջ, դրանից հետո ավելի շատ են իրար վրա հարձակվում։ Համաձայնության Ադրբեջանը քանի անգամ է եկել մեզ հետ Մինսկում դեռ տարբեր փաստաթղթերի շուրջ։ Երկու կետը հիմա համաձայն չէ, հետո կդառնա 12-ը, ամեն օր նոր պահանջ։ Մենք դա էլ տեսնում ենք, որովհետև Ալիևը չի կարող գնալ խաղաղության, նրա գլխավոր խնդիրը իշխանության պահելու հենց արտաքին թշնամու կերպարն է, ավտոկրատ երկրներում այդպես է, եւ ունի արտաքին պարտատերեր, որոնք չեն թողնի, որ այստեղ կոնֆլիկտ ավարտի, բայց իրենց ներկայությունը ինչով են ապահովելու։
Այսինքն Ադրբեջանն նաև ներքին խնդիր ունի ապահովելու, ոչ միայն այն, որ օրինակ դիտարկում կա, որ չի ստորագրի, որովհետև ավելի շատ է ուզում ստանալ Հայաստանից, ընդդիմությունն է պնդում հայաստանյան, որ դե քանի որ գործող իշխանությունը ամեն ինչ զիջել է իրենց ձևակերպմամբ, այսպիսի արտաքին քաղաքականություն, բանակցություն է վարել, Ալիևի ախորժակը դրանով ավելի բացվել է, հետևաբար չի ստորագրելու, որովհետև տեսնում եմ, որ ավելի շատ կարող է ստանալ։ Ալիևի ախորժակը կախված է միջազգային իրավունքի կոլապսի հետ, որովհետև այսօր աշխարհում տեսնում ենք, որ ըստ էության ուժն է ծնում իրավունք այս լոզունգը, դրա համար մենք ասում ենք, որ Հայաստանը պետք է լինի ինքնաբավ ռազմական առումով, այո, նա ցանկանա ստանալ այն, ինչ կարող է։ Բայց ներքինում էլ այո խնդիրներ ունի, եթե այնտեղ դեմոկրատական իշխանություն չի, ընդդիմություն չկա, տնտեսությունը այնպես չի ծաղկում է, ամենայն դեպս նավթադոլարները կլաններին են բաժանվում, կլանների միջև, եթե այլևս չկա պատերազմ, ներքին խնդիրների վրա են, չէ՞, ուշադրությունը սևեռում, արդեն իր իշխանությունը ունենում է ուրեմն թույլ կողմեր։ Եվ արտաքին պարտատերին նորից եմ գրկնում, պետք չի մոռանալ, որովհետև եթե ռուսական բազան այստեղ ներկա է մեզ իբրև թե Թուրքիայից եւ Ադրբեջանից պաշտպանելու նպատակով, եթե երակոմ ձևաչափի իմաստը այն է, որ Վլադիմիր Պուտինը հաշտարար լինի եւ կոնֆլիկտ չկա, Ռուսաստանի ներկայություն չկա, իսկ դա կարմիր գիծ է Ռուսաստանի համար դուրս գալ Հայաստանից, կնշանակի դուրս գալ Հարավային Կովկասից։ Արտաքին պարտատերեր, երբ ասում եք Ադրբեջանի կոնտեքստում, ում եք նկատի ունենում։ Այն երկրներին, որոնք օգնել են իրեն 2020 թվականին, Թուրքիային էլ նկատի ունեն, բայց քանի որ Թուրքիան այստեղ ներկայություն չունի, առաջնայինը Ռուսաստանի խնդիրն է ունենալ կոնֆլիկտ, որպեսզի վախ լինի Ադրբեջանից եւ Թուրքիայից, որ մենք դե Թուրքիան էլ կապում էր հետ հարաբերությունները Ադրբեջանի, չէ՞, հարաբերությունների կարգավորում, այսինքն Թուրքիան դեռ երկրորդ տարի։ Բայց մի տեսակետ էլ կար, որ այս համաձայնությունների հետևում կարող է նաեւ թուրքական ազդեցություն լինել, այսինքն որոշակիորեն ուղակի կամ անուղակի կարող է նաեւ Թուրքիան ազդել, որպեսզի Ադրբեջանը համաձայնության գա պայմանագրի շուրջ։ Թուրքիան չի ազդի, որովհետև ինքը ցանկանում է ազդել։ Հակառակ պարագայում սահմանը կբացեն եւ նախապայման չէին դնի հայ-ադրբեջանական կոնֆլիկտից։ Համենայնպես Էրդողանի Թուրքիան են տեղել են հիմա հետարքի իրադարձություններ, բայց ինքն էլ Էրդողանը առավելապաշտական նկրտումներ ունի Հայաստանի հանդեպ։ Այլ հարց է, որ դեմոկրատական Թուրքիան այլ կլինի, դա այլ հաղորդման թեմա է։ Բայց արևմուտքը Թուրքիայի միջոցով է Ադրբեջանի հետ խոսում, ես այդպես եմ կարծում, որովհետև իրենք գիտեն, որ Ադրբեջանը պրոքսի երկիր է, դա Թուրքիան է, չէ՞, մեկ պետություն, երկու ժողովուրդ։ Դրա համար ճնշում են Թուրքիային, որ սահմանը բաց եւ Ադրբեջանի հետ թող խաղաղություն հաստատվի։ Թուրքիան էլ չի կարող ասել չեմ անում, բայց իհարկե չի ցանկանում անի, այնպես որ կարող է Թուրքիան ռետորական մակարդակով ողջունում է, բայց Էրդողանի Թուրքիան այն Թուրքիան չի, որը կարող է կոնստրուկտիվ լինել։ Տիկին Դալաքյան, բնականաբար ընդդիմության գործն է մեղադրել գործող իշխանության վարած քաղաքականությունը, եւ այս համաձայնությունն էլ դրա վառապացույցներից մեկն է։ Ընդդիմությունը շարունակաբար պնդում է, որ հայկական կողմը հերթական զիջումների շարքն է իրականացնում, մասնավորապես երկու առաջարկին է վերաբերում դիտարկումը։ Իրենք ասում են, սա հայկական կողմի զիջում է, Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշում, հայկական կողմը նորից է զիջելու եւ այսպես շարունակ։ Ձեզ համար հասկանալի է ինչ փոխվեց, ինչ էվոլյուցիա տեղի ունեցավ, ինչպես վարչապետներ ձևակերպել, որ այս երկու առաջարկներին հայկական կողմը տվեց համաձայնություն։ Ես հիշեցնեմ, որ երկու այս առաջարկների վերաբերյալ հայկական կողմը ուներ իր կոնտր առաջարկները, նույն երրորդ երկրների զորքերի ուժերի չտեղակայման մասով հայկական կողմն առաջարկում էր, որ այո, սահմանազատված հատվածներում որևէ երկրի ներկայություն, ուժի ներկայություն իմաստ չկա։ Ինչ փոխվեց, ինչ էվոլյուցիա տեղի ունեցավ, որ հայկական կողմը գնաց ադրբեջանական առաջարկներին ընդառաջ։ Ես ելնում եմ հուսով եմ այն տեսանկյունից, որ հայկական կողմը գիտակցում էր, որ Ադրբեջանը մեկը չի գնալու խաղաղության եւ փորձում էր միջազգային ասպարեզում եւ ըստ էության դա հաջողվեց, որովհետեւ մենք մեկը մյուսի հետևից տեսանք ողջույններ, Ռուբիոյի զանգը, Վոլսի զանգը, չէ, որոնք հիմա էլ ասում են Ադրբեջանի դաշտում է ըստ էության գնդակը։ Այսինքն նույնիսկ մենք համաձայնվել ենք այնպիսի կարևոր կետերի, որոնք կարմիր գիծ են մեծ համար եւ ներսում է ժողովուրդը դրան դեմ է, բայց մենք այնքան կոնստրուկտիվ ենք, սա է մեր խաղաթուղթը, հուսով եմ Հայաստանի վարչապետը մեսիջը աշխարհին էր ուղղված, որ մեսիջը այո, աշխարհին էր ուղղված, որ մենք պատրաստ ենք նույնիսկ այսպիսի զիջումների, բայց ինձ հույս գիտեք ինչն է ներշնչում, ԱԳՆ փոխնախարարը ըստ էության ասաց, որ եվրոդիտորդների հարցը լուծված չի, նույնիսկ եթե խաղաղության պայմանագիրը կնքվի, մենք դիտարկելու ենք նրանց լիազորությունների, մանդատի փոփոխություն, սահմանից գուցե 1 կիլոմետր հետ կան, դա չի համարվի սահման։ Այսինքն սա թույլ է տալիս ինձ կարծել, որ Հայաստանը սա դիվանագիտական որպես խաղեր օգտագործում, մանավանդ որ Ալիևը չշտապեց ստորագրի։ Նույնիսկ կարող է ստորագրել, չի կատարելու, մեզ այսպես մեխանիզմներ են պետք վերահսկման հրադադարի ռեժիմի, որ Ուկրաինայի իրավիճակում չլինենք, բայց այս խաղը կարծում եմ հաջող էր Հայաստանի կողմից։
վերահսկող նկատի ունեք երաշխավոր, որևէ մեկը, որ կերաշխավորի գործընթացը կամ Իհարկե, որովհետև Ադրբեջանը անդադ խախտի, ասի Հայաստանն է խախտել, մեզ պետք է մեխանիզմներ։ Դա կարող է նույն սահմանային խումբը լինել, որը պետք է Միացյալ Նահանգներից գար ու հետաքրքիր է, էլի, պիտի այնպես պիտի անել, որ դա լինի, այսինքն հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցությունը, որի մասին Ռուբիոն խոսեց Փաշինյանի հետ, մենք պիտի ակտիվ լինենք, որտեղ ԱՄՆ-ն այնքան զբաղված է իր խնդիրներով, մենք պիտի ուշադրությունը անընդհատ սևեռենք Հարավային Կովկասի վրա։ Պիտի ասենք, բա այդ փաստաթուղթը ինչ եղավ, թող գան եւ դիտարկումներ անեն, Ադրբեջանը ԱՄՆ-ին չեմ կարծում։ Դա միակողմանի ցանկություն չի կարող լինել, եթե երաշխավորի ինստիտուտ ամեն դեպքում գործարկվի այս պայմանագրի ստորագրման համատեքստում, Ադրբեջանն էլ այդտեղ պիտի իր համաձայնությունը տա։ Արդյոք այդ պարագայում Ադրբեջանը որ Ադրբեջանը կարող է Եվրոպային ասել ոչ, որովհետեւ գազը մատակարարում Եվրոպային, գիտեք, էներգետիկ խնդիր կա ԱՄՆ-ին, էլ Տրամպին, նույնիսկ Պուտինը չի ասում ոչ, խորամանկում է ասում այո, բայց ոչ։ Ադրբեջանի ղեկավարը չեմ կարծում էսի երկիրը ղեկավարը, որ Տրամպին կասի մի արի վերահսկի հրադադարը։ Վերահսկելու մասով երբ ասում եք երաշխավոր ինստիտուտի կարևորության մասին ասում եք, վարչապետը հիշեցնում էր վերջին իր հրապարակային ելույթներից մեկով, որ մենք ունեցել ենք պայմանագիր, որը ունեցել է երաշխավոր, եւ գիտենք թե ինչ ճակատագրի է արժանացել այդ փաստաթուղթը, խոսքը նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին է։ Հետևաբար հայկական կողմի համար միգուցե ավելի նախընտրելի է այս ամբողջ process-ը տանել երկուստեք ձևաչափով եւ որևէ մեկը միջամտություն չունենա, դա գուցե ավելի շահավետ լինի հենց հայկական կողմի համար, թե ոչ։ Այստեղ երկու խնդիր կա, նախ որքանով հասկանում ենք ռազմականապես հավասար չենք Ադրբեջանին, այսինքն մենք չենք կարող երկուստեք գնալ ինչ-որ գործողությունների։ Բայց մենք կարողացել ենք, չէ, երկուստեք սահմանային հանձնաժողովների կանոնակարգը հաստատել, երկուստեք կողմերով կարողացել են համաձայնության գալ փաստաթղթի բովանդակության վերաբերյալ, որևէ մեկը չի միջնորդել, գոնե ակնհայտ։ Շատ արագ կարող են համաձայնացվել։ Իրականում որևէ սահմանազատում հիմա չի շարունակվում։ Ադրբեջանը տավուշում ստացավ իր գյուղերը, հիմա սահմանազատումը չի շարունակվում։ Սա մեկ։ Երկրորդը, ինչ վերաբերում է վերահսկմանը, նախ միջնորդին ընտրելուց պետք է ճիշտ ընտրել, չի կարող լինել, ինքն է ասել Փաշինյանը, միջնորդ մի երկիր, որը կողմնակալ է, դա Ռուսաստանին է վերաբերում, հիմա չմեջբերենք կողմնակալությունները Ռուսաստանի։ Երրորդը, դա կարող է երկիր չլինել ինչ-որ միջազգային կազմակերպություն, որը վերահսկում է հրադադարի ռեժիմը։ Ադրբեջանը ինչ պիտի ասի, պիտի ասի, ես դեմ եմ, որ վերահսկեն ով է կրակում։ Սա մեր աշխատանքից է կախված։ Եվ ամենակարևորը, Ադրբեջանը կարող է դեմ լինել, որովհետև հիմա հայկական կողմն առաջարկում է եկեք դնենք մեխանիզմներ վերահսկելու համար, հասկանանք թե որ կողմից ինչ է կատարվում, Ադրբեջանը որևէ կերպ դրան չի էլ ընդառաջ գնում։ Ադրբեջանը երբեք էլ որևէ հարցով մեզ ընդառաջ չի գնա։ Մեր խնդիրը հենց դիվանագիտության, մեր դիվանագիտության խնդիրն է, մենք էլ մեր շահերը առաջ տայինք։ Եթե մենք նայենք Ադրբեջանը ինչին է համաձայնում, եկեք ընդհանրապես չբանակցենք որևէ բան։ Բայց եթե մենք նույն Ռուբիոին ասում ենք, ուր է երաշխիք, որ չի կրակի, դժվար Ռուբիոն ասի, դե ոչինչ, թող կրակի, մենք էլ ոչինչ չասենք։ Եվ հետո մենք պետք է չմոռանանք, որ Ադրբեջանը միայնակ չի։ Ով է ասել, որ միայնակ է։ Թույքունքում ունի Ռուսաստան, Թուրքիայի մասին էլ չեմ խոսում։ Մենք երկուստեք որ գրենք, մենք երկուստեք չենք։ Մենք էլի միայնակ ենք, իրենք երեքով։ Այնպես որ մենք այստեղ խնդիր ունենք, ցույց չտալ, որ մենք Ամերիկայի դաշնակիցն ենք, բայց ԱՄՆ-ին ասել, որ ինչպես է Ուկրաինան ասում, երաշխիքներ տվեք, որ Ռուսաստանը չի կրակելու։ Ով է լսում Ուկրաինային։ Տեսեք, ով է լսում, այսպեսի խնդիր կա, այսօր Եվրոպան Փարիզում կոնֆերանս է անում, ասում ենք պատրաստ ենք խաղապահներ ուղարկել։ Հիմա դա էլ է քայլ։ Ռուսաստանը դեմ է։ Ով է ասում եվրոպական բոլոր երկրներն են պատրաստ դա իրականացնելու։ Եվրոպական բոլոր երկրները պետք չէ, այդտեղ կոալիցիա կա, 2-3 երկիրեր։ Հիմա նույնիսկ Չինաստանն է ասում, ես էլ եմ պատրաստ կամ։ Այսինքն մենք պիտի աշխատենք, եթե մենք ձեռքերներս ուղակի ծալենք, բոլորն է դեմ են։ Հիմա էլ Պուտինը պետք է ուրեմն Տրամպին ասի, ես դեմ եմ, որ խաղապահ գար, որը Տրամպն էր առաջարկում։ Այսինքն մենք պիտի ցույց տանք, որ կոնստրուկտիվ չի Ռուսաստանի, մեր դեպքում Ադրբեջանը։ Եթե մենք տեսնենք Ադրբեջանը ինչին են համաձայն, նույնիսկ եմ կրկնում, կարող ենք Արևմտյան Ադրբեջանն է տալ ավարտել։ Եվ վերջին հարցը ամփոփելով, ընդհանուր գլոբալ առումով եթե վերցնենք, ռուս-ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումը, կողմերի միջև որևէ համաձայնության գալը ինչ կերպ կազդի արդեն Հարավային Կովկասի իրավիճակի վրա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կոնտեքստում մասնավորապես հիմք ընդունելով, որ մենք ունենք արդեն այս փաստաթուղթը եւ դա պատրաստ է ստորագրման, դա որևէ կերպ կամ ինչ սցենարի դեպքում Ադրբեջանին կբերի սեղանի շուրջ։ Ռուս-ուկրաինական պատերազմը չի ավարտվելու, ես վստահ եմ դրանում, հրադադարը չի պահպանվելու, հատկապես մայիսի 9-ից հետո կարծում եմ ավելի ուրեմն հրադադարի ռեժիմի խախտումները կուժեղանան եւ այն բանից հետո երբ Տրամպը ընկղմի իր ներքաղաքական խնդիրների մեջ ընտրությունների հետ կապված կոնգրեսում մոտ 1 տարուց։
Ինչ վերաբերում է Ադրբեջանը իհարկե ձեռնտու է, որ ուկրաինական ռազմաճակատում իրավիճակը սառեցվի գոնե եւ Ռուսաստանը կարողանա թեքվել նորից հարավային Կովկաս, եռակողմ ձևաչափ, նոյեմբերի 9-ը չխոսենք դրա մասին եւ այդտեղ իրենք շահառու են, որովհետեւ Ռուսաստանը ուզում է ունենալ վերահսկողություն լոգիստիկ ճանապարհների վրա, Թուրքիայի ցամաքային կապ, Մերձավոր Արևելք երկաթուղի, այսինքն այստեղ իրենք ունեն մեկ ընդհանուր կետ։ Պարզ է, որ դա մեզ ձեռնտու չի, սա հակառուսականություն չի, մենք փաստերն ենք վերլուծում, այսօր երկու երկիր կա, որ նոյեմբերի 9-ն են պահանջում, դա Ռուսաստանն ու Ադրբեջանը։ Եվ մեր ներքին ընդդիմությունը։ Ես չեմ առանձնացնում իրենց փաստաթուղթը այն հիմնական փաստաթուղթն է, որը պիտի պահպանվի հայկական կողմից։ Մենակ հայկական կողմից, ուրիշ կողմ չկար այդ փաստաթղթում, որ պարտականություններն են։ Դե գիտեք, դրա համար ես չեմ առանձնացնում Ռուսաստանը եւ Ադրբեջանը, թե իրենք որ երկրի արբանյակն են, արդեն իրենք թող ներսում իրար մեջ որոշեն։ Կարևորը այն է, որ Ադրբեջանին ձեռնտու չի օրինակ Ֆրանսիայի դերի բարձրացումը հիմա Եվրոպայում, որը միջուկային գերտերություն է արդեն դարձել։ Եվ մեր դաշնակիցն է իդեպ ավելի պարզ եւ ավելի հավատարիմ, քան Ռուսաստանը։ Եվ իրենց ձեռնտու չի, որ խաղաղություն հաստատվի Ուկրաինայում վերջնական, որովհետեւ դա կավարտի ուրեմն Պուտինի կոնֆլիկտային գոտին գոնե օրինակ ռուս-ուկրաինական ռազմաճակատում։ Իրենց պետք է հրադադար եւ որ Պուտինը կարողանա իրենց օգնել հարավային Կովկասում։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս քաղաքագետ Լիլիթ Դալաքյանն էր։ Կհանդիպենք։